Ես չզգացի, ոնց որ ինձ բարձրացնեին, ոտերս կտրեին ու միանգամից խփեին կետին։ Արդեն ես էլ զգացի այդ ոսկորների բանը կոտրվել է, այդ ձայնը ղրճոցները։ Թե ինչ կատարվեց վայրկյանների ընթացքում չհասցրեց հասկանալ տիկին Սուսաննան, միայն հիշում է, որ կենտրոնացրել է բոլոր ուժերը տնեցիներին իմաց տալու պատահածի մասին, րոպեներ անց արդեն Արմավիրի բժշկական կենտրոնում էր։ Եկան բերեցին ստեղ, նկարեցին, ռենտգեն արեցին, սրտի էխո արեցին, ամեն ինչ նախապատրաստեցին արդեն վիրահատության համար։ Կնոջ մոտ խոշոր խողակավոր ոսկրի կոտրվածք է, որը կատարվել է էքստրենի, այսինքն էքստրենի եղանակով ընդունվելուց ժամեր անց կատարվել է ազդրոսկրի ֆիքսացիան ներոսկրածուցային մեխով եւ պտուտակներով։ Գերժամանակակից մեթոդով արված վիրահատության արդյունքում կինը նույն օրը սկսել է քայլել։ Այս վիրահատությունը մարզային բժշկական կենտրոնում իրականացնելը հնարավոր է դարձել ԷՕՊ վերջին սերնդի սարքավորման շնորհիվ։ Արդեն 2 տարի է, ինչ կենտրոնն ունի այս եւ այլ գերժամանակակից սարքավորումներ վնասվածքաբանական վիրահատություններ իրականացնելու համար։ Ունենք նորագույն սարքավորումներ, նորագույն գործիքներ, որոնցով առանց դրանց առկայության կարելի ասել մեր վիրահատությունները անհնար են։ Արմավիրի բժշկական կենտրոնի 4 վիրասրահներից մեկը առանձնացված է հատուկ վնասվածքաբանական վիրահատություններ կատարելու համար։ Այստեղ շաբաթական առնվազն 6 վիրահատություն է իրականացվում։ Միշտ իմ նպատակը երազանքը նա եղել, որ մեր բուժառուները բուժվեն մեր հիվանդանոցում եւ դրա համար պետք է արվի մաքսիմալը, որը մենք այսօր անում ենք։ Այսօր հնարավորությունը տրվել է մարզային բժշկին, որպեսզի մարզային բժիշկը կարողանա իր ողջ պոտենցիալը ցույց տալ։ Արդյունքում պացիենտները իրենց բժիշկների մասին այսպես են խոսում։ Հաջողը անցել, գոհ եմ բժիշկներից, շատ հոգատար։ Բոլորն էլ հոգատար են։ Բոլորը միանշանակ։ Այս պահի դրությամբ շատ լավ է, վերքերը հանգիստ են, մենք արդեն պատրաստում ենք հիվանդին դուրս գրելու, մնացած բուժումը շարունակելու է տան պայմաններում։ Նախկինում վիրահատություններ, սուրճ բան չես խմել։ Չեմ էլ խմել։ Լավ, նորմալ է։ Всё, հանգստանալու բան չկա։ Այս տղամարդը հիմա է պատրաստվում վիրահատության, ամրակն է կոտրվել։ Տրամադրությունը շատ լավ է, ոչ մի կասկած չունի։ Վիրահատությունն ամբողջովին իրականացվում է պետական պատվերով, հատկապես վնասվածքաբանության բաժնում, որտեղ ավելի հաճախ անհետաձգելի բուժօգնության կարիք է լինում, այն դեպքերի գերակշռող մասով տրամադրվում է պետական պատվերով կամ համավճարով։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն։